ամեն ինչ արես, որպեսզի քեսաբա հայությունը չմիանա մուսալերցիներին։ Ու իր մոտ ստացվեց։ Մի աղջնակի ուրեմն ընտանիքի թուրքը օգնելա, թուրք, հենց թուրք ու 10 տարեկան աղջնակի ասելա վարձը ձեզ օգնելու եւ փախցնելու աղջիկն է։ Ես այստեղ եմ ծնվել, այստեղ էլ կմեռնեմ, ես չեմ գնա ստրուկի պես մեռնելու, հրացանը ձեռքիս այստեղ կմեռնեմ, բայց գաղթական չեմ դառնա, իրենց խոսքերն է։ Ինքն էլ այդպես չի։ Զինվորական ղեկավարը ավելի քաղաքացիական ղեկավարներ։ Շատ եմ առաջ գնում։ Հա, վռազում ես երևի։ Հաղթանակը դզում է։ Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, դուք դիտում եք, չխի դուք դիտում եք, բայց բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, հերթական մեր եթերն է, չէ, դա շասում լավ հերթական չի։ Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, դուք դիտում եք Հայր եւ որդի ոդքասթը, մեր հերթական հաղորդումը։ Բարև ձեզ, նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, չէ, ինչի մասին ենք զրուցելու։ Ասել ենք, որ մուսալերի մասին ենք զրուցելու, մուսալերի հերոսամարտի մասին։ Մենք փորձելու ենք իր ռազմաքաղաքական ինչ-որ բնութագիրը տալ, բայց չի բացառվում նաև այդ մուսալերան շրջանակներից դուրս իրադարձությունների մասին էլ խոսանք, էլի, չի բացառվում, եթե ժամանակ մնա։ Ինչպես միշտ։ Թե ժամանակ մնա, որտեղ մուսալերը Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում բացառիկ դիմադրության օջախներ, որը շարունակություն ունեցավ։ Նույնիսկ երկար հայտնի բեսթսելեր գիրք կա Ֆրանց Վերֆելի գրած Մուսալերան 40 օրը, որ այնքան էլ չի համապատասխանում օրերի առումով։ Օրերի առումով չի համապատասխանում, բայց արդեն Երկրորդ համաշխարհայինի ժամանակ շատ պարտիզանական խմբերի համար աստվածաշունչ է եղել։ Իմիջիայլոց Հայաստանում ոչ միայն կներես էդ էլ ասեմ, ոչ միայն հայկական, այլ սերբերի մասին է խոսքը։ Սերբերն են ասենք աշխուժ ուսումնասիրել է, բոլորն են ուսումնասիրել, որտեվ շատ ասում են հрьяաների բանը այդ Վարշավայի գետոյում էլ է եղել եւ ձեռքից ձեռքա գնացել, նույնիսկ հերթագրվել են։ Հա, բայց բանը Ֆրանց Վերֆելը սակրալ թիվ ասենց 40 Մովսես 40 տարի։ Մովսեսի լեռնա, Մովսեսի 40 տարին, որ անապատներով ման գալ 40 օր քարսունք, ասենց երևի էտա պատճառը, որ սակրալ 40 թիվը բանը դե հուդայականության եւ քրիստոնեության մեջ կարծեմ 40 օր հոգին մահանալուց հետո բանը տարածքում շրջում է, երևի էտել իր իմաստն ուներ 50-ից ավել, համարյա 2 ամիս 53-54 են ասում, հա 53-54 օր սկսել ենք օգոստոսի 5-ից ինչի օգոստոսի 5-ից Դե կռիվները արդեն այդ ժամանակ են առաջին ընդհանումները եղել։ Կռիվը նախապատրաստական փուլ է ունեցել հուլիսի վերջ, չէ։ Հուլիսի կեսերից արդեն։ Կեսերից։ Շատ ընտանիքներ տարբեր գյուղերից։ Քանի որ Արևմտյան Հայաստանում արդեն եղել է տարհանումներ, որոնք իր հետ զուգահեռ ջարդ եւ ուրիշ վայրագություններ էին բերում։ Այդ ամեն ինչի ականատեսը, եթե չէ, գոնե ինչ-որ ինֆորմացիա գալիս հասնում էր, այո, ինքը դե Մուսալերը Անտիոխ քաղաքից մոտ 20 քանի կիլոմետր հեռու է, Անտիոքը բանա, դե եթե հենց Անտիոքում լիներ, ոնց որ ասած, ինֆորմացիան ավելի լավ կտիրապետեին, բայց ինքը հիմնական ճանապարհներից ուղիներից հեռու էր, ոնց որ կտրված էր։ Բայց մի շերկական ծովին էր մոտիկ։ Հա, բայց կդրված լինելը, դա նշանակում է, որ ոչ մի, ասենք, աքսորվաղներ իրենց կողքով չեն անցել, իրանց միջով չեն անցել։ Դրա համար իրանք անջատ էին ու Անտիոքի 30,000-ից ավել հայ բնակչությունը մի մասը քաջատեղյակ էր, ասենք, ինչա կատարվում, հիմնականում քաղաքի բնակիչները, բայց Մուսալերի այդ 6 կարծեմ գյուղեր, չէ։ 6 գյուղեր, 6 գյուղերի բնակչությունը շատ դժվար է գրեթե անտեղյակ էր ինչա կատարվում, ու բանա դրա պատճառով շատ իրարամերժ կարծիքներ էին ընդդետիրում, տարակարծությունը շատ հաճախ լավ բան է, բայց ստեղ այնքան էլ լավ դեր չէր խաղում, որովհետև կարային մի քիչ ավելի լավ պատրաստվեին, ավելի նախորոք։ Տարակարծությունը բերում էր դրան, որ հայտնի ժողով ա եղել, չէ, մուսալերցիների քահանայի տանը, կարծեմ մի քիչ առաջ ես ընկնում, բայց
Դե այդ Խառանք ներկայացնենք իրավիճակը, դա արդեն ի տարբերություն մնացած տեղերի, թե գարնան սկիզբ էր սկսվում կամ ձմռան վերջ, այստեղ հուլիսի կեսերից է արդեն առաջի ահազանգերը եկել հենց իրանց գտնող։ Նաև տարբերվում ան դրանով, որ ստե քաղաքական բաժանություններ ժողովրդի մեջ չի եղել։ Չեն եղել բաժանություններ, ասենք հնչակ, դաշնակ կամ ասենք այդ տիպի բաժանություն ժողովրդի մեջ չի եղել, եղել է որոշակի բաժանություն կրոնապետերին հավատալու առումով, կրոնապետ չէ, քահանաներին, հա։ Որտեվ հիմնականում նույնիսկ բան այդ ապստամբության կամ ինքնապաշտպանության առաջնորդը բողոքական քահանա է եղել։ Հա, դե այդ նկատունը Զեյթունից որ եկել էր Տիգրան Անդրեասյանը, հա։ Ու ինքն է առաջի լուրերը բերել, առաջի կողմնակիցներից բարձրաձայնել։ Ինքը լուրջ է, ինքը ականատեսն էր, թե Զեյթունում ինչ է կատարվել, եւ եկավ ու իր աչքի տեսածը պատմեց, դա բերեց որոշակի էությանը, ասենք, արդեն ոնց որ ասած տարակարծությունը մի 15, եթե ինչ-որ կարծիքներ կար ինչ անել, բաժանվեց երկու մասի, ենթարկվել կառավարության որոշմանը եւ չենթարկվել։ Օրինակ Քեսաբում էլ էին հայերը շատ ու գերմանական որբանոց կար, որի տնօրենը գերմանացի էր ու ինքը ամեն ձև հորդորում էր, որ չլինի ամեն ինչ արես, որպեսզի Քեսաբա հայությունը չմիանա մուսալերցիներին։ Ու իր մոտ ստացվեց։ Մարդկանց ճակատագիրը իհարկե ով հավատաց կառավարությանը, ով մնաց իրանք բռնեցին գաղթի ճանապարհը դեպի Դերձոր ու ոչ բոլորն են տեղ հասել իհարկե։ Բանը ահավոր քանակի, ասենք, տոկոս են տվել, ահավոր այնտեղ փրկվածների թիվը հոգիներով sense մի քանի հոգով կարաս հաշվես։ Հա, ու ասեմ այդ որբանոցի տնօրենը 300 սանա ունեցել որբանոցը Հալեբ տեղափոխելուց հետո Քեսաբից Հալեբ որ տեղափոխվել է, այդ երեխաների մասին էլ լուրջ չկա։ Չի բացառվում, որ իրանք համալրել են այն որբերի բանը, որոնց թուրքացնելով թուրքական կառավարությունը պահում էր, ինֆորմացիա չկա իրանց մասին։ Հա, որտեվ բանը հենց Սիրիայի տարածքում կային որբանոցներ թուրքական, որոնք որ ոնց որ նոր յենիչերներ էին պատրաստում, իսկ ավելի շատ արևմտյան Հայաստանի այն հատվածները եւ արևելյան Հայաստանի, որը որ թուրքական տիրապետության տակ էր, նկատի ունեմ Վան, Տարոն, այդ հատվածներում այնտեղ ավելի շատ երեխաները ոչ թե կառավարական որբանոցներում էին հայտնվում, այլ թուրք եւ քուրդ ջարդարարները կամ փրկողները, նայած ինչ նպատակով էին բանում, մարդկար տանում էր որպես ստրուկ, մարդկար տանում էր որ հույսով որ հետո փողով կծախի, ասենք, մարդկա որպես իրան երեխա էր տանում, իրան երեխա էր տանում, այդ տիպի մարդիկ էլ կային, ասենք, այս վերջերս մի բան իմացա, որ մի աղջնակի ուրեմն ընտանիքի թուրքը օգնել է, թուրք, հենց թուրք, ու 10 տարեկան աղջնակի ասել է վարձը ձեզ օգնելու եւ փախցնելու աղջիկն է, ընտանիքը ընդդիմացել է, բայց ինքը Ղորանի վրա որ երդվել է, ասել է ձեր չեմ տա, միջև չհասունանա եւ այդ աղջիկը երկու ամուսնացել է արդեն մի 6-7 տարի հետո այդ թուրքի հետ, то есть թուրքը իրան կնության է վերցրել, երեխա են ունեցել, բայց այդ աղջիկը ամուսնու մահից հետո թողել է իր երեխաներին եւ եկել է Հայաստան։ Շատ հետաքրքիր նման պատմություններ շատ կան։ Որից այդսենք այդ ջարդի ցեղասպանության բանն է գալի, այդ շունչն է, այդ ծանրությունը։ Ես դրան խի անդրադարձա, որ հասկանանք էլի ինչի համար էին մարդիկ sense ռիսկի դիմում, բարձրանում շապին Գարայիսարի, ասենք, ամրոցը, այնտեղ թույն խմում, ինչի համար էին բարձրանում Մուսալեռան սարը 4500, իսկ թիվ կա ասում են մինչև 6000, բայց ավելի հակված եմ 4000 ու կեսին, որովհետև փրկվածների թիվը գրեթե բոլորին ֆրանսիացի կանել են, կարծեմ 4040 քանիս կամ 4200։ Հա, 200-ի մոտ է եղել։ Դա նշանակում է ավելի մոտ է թիվը 4.5-ի, որ ասենք պատասպարվել էին բանում։ 5000 է ասվում թիվը, ուղղակի որ նայես մարտիկներն ու արդեն երևի սկսենք պատմել է հենց մասին, որ շատ ենք առաջ են գնում, էլի։ Սկզբից դե բանը եղավ, արդեն հուլիսի կեսերից
սկսեցին մարդիկ բարձանալ, կոնկրետ օր հայտնի չի թե երբ սկսեցին, ու ինքնաբուխ, հա, դեռ չկար այդ ժողովը, դեռ չկար որոշում, ասեմ, որ Մուսալեռի շուրջ 6 հայկական գյուղ ա եղել, Քեբուսիե, Վագով, Խնդրբեկ, Յողունոլուկ, Հաջի Հաբիբի ու Բիթիաս, ու իրանց արանքը ընդամենը 1 թուրքական գյուղ, այս հիմնականում հայաբնակ են եղել, այսինքն մեջները եթե թուրք ընտանիքներ եղել են, շատ քիչ ա եղել։ Այդ մի գյուղն էլ թուրքական աչքի անգեդրանով, որ ոնց որ թե չել մասնակցել, էլի ասենք հայերի վրա արձակումներին, բաներին, զարմանալի բան է, բայց այդ թուրքական գյուղը իրեն շատ նեյտրալ է պահել ու ոնց որ թե նույնիսկ դեպքեր ա եղել, որ այդ գյուղում պատասպարվող հայեր են եղել։ Դա երևի բացատրվում է դրանով, որ իրանք մաքուր թուրք չեն եղել, ավելի շատ եղել են թուրքացած հույներ կամ արաբներ դժվար ծովափնյա, ավելի շուտ երևի հույն, վիֆինիացի կամ սենց ինչ-որ բանել։ Մի խոսքով ամսի 26-ին, հուլիսի 26-ին Քեսաբի տարհանման հրամանն է գալիս, ոնց ինչպես պատմեցի այդ գերմանացու մասին, գերմանացին չի թողում, որպեսզի միանան Մուսալեռ Բարսանա, Մուսալերցիքին ու իրանք բռնում են գախտի ճանու, գախտ չի ասեմ, իրանց տարհանում են դեպի Դերձոր ու շատ քիչ մարդ է դուրս գալիս, ամսի 20, հուլիսի 29-ին Արշավ դեպի մահ։ Հա, հուլիսի 29-ին վերոնշյալ ժողովն է տեղի ունենում, որին 11 տղամարդ է մասնակցում Տերտերի տանը Յողունոլուկ գյուղում ու որոշում են, որ պետքա Բարսանա Մուսալեռ։ Սկզբից ընտրում էին գյուղերից մեկը, որը ավելի լավ դիրք ունի, բայց հետո որ գիտեին արդեն շատ ընտանիքներ իրենց 4 օտանի անասունների հետ միասին Բարսացել են արդեն Մուսալեռ, որոշեցին, չէ, ավելի լավ է Մուսալեռ Բարսանանք։ Անավանդ Մուսալեռը բավականին այնց անառիկ սար էր, ունես չէ՞ էլի որ ամենտեղ քայլելով կբարձրանաս, ինքը պաշտպանության համար ծառապատ, անտառներ կար, ուստեղ խոսքեր կա, ուզենամ կարդամ, ես այստեղ եմ ծնվել, այստեղ էլ կմեռնեմ, ես չեմ գնա ստրուկի պես մեռնելու, հրացանը ձեռքիս այստեղ կմեռնեմ, բայց գաղթական չեմ դառնա, իրանց խոսքերն է մուսալերցիների, ովքեր այդ ժամանակ որոշում են կայացել, որ պետքա պայքարեն։ Ու իրանց փրկության միակ ճանապարհը կամ հաղթելն էր, նո երկու ճանապարհ կա իրականում, հա, կամ հաղթելը, ինչը բնական չէ։ Երկու ճանապարհ կա, այս մի ճանապարհը, որը տանում է դեպի մահ, դա հասկանալի է, այս մեկը ունի 50-50 հասկացողություն։ Կամ հաղթելու ես քեզանից ուղակի բանանն, իսկ իրանք համ հաղթեցին, ուղակի տարհանվան։ Իրանք հաղթեցին, ցավալի էր, բայց ասենք նման հաղթանակ ունեցավ մյուս արևմտյան Հայաստանի, նույն ասենք մի քիչ առաջ ասեցի Շապին Կարայիսարը, բայց չեղավ այդ վերջում փրկության հնարավորությունը։ Չնայած հաղթանակները ոչ պակաս ազդեցիկ էին, հակառակորդին հսկայական վնասներ տալով, քիչ զոհերով, գրագետ, իրար մեջք պահելով, իրար իսկական եղբայր լինելով։ Շատ տակտիկական քայլերն էլ է հետաքրքիր։ Ասեմ, բայց Մուսալեռում ոչ բոլորն են Բարսացը։ Գյուղերում էլի մարդիկ կային, ընտանիքներով, գյուղը եղել Բիթիաս գյուղից համարյա մարդ երել Բարսացը, որտեվ տեղի քահանան հավատում է, ենթարկվում ենք։ Նույնիսկ օգոստոսի 5-ին, որ արդեն Մուսալեռում էին ապրում, կողի շրջակա գյուղերի մեծ մասը 5000 մոտավոր 5000 հայ։ Բանա գնաց են ուղարկում այդ քահանան Նոխության, եթե չեմ սխալվում։ Իրան ուղարկում են, որպեսզի իջնեն ու բռնեն Դերձորի ճանապարհը, չեն համաձայնվում իհարկե։ Ու Տիգրան Անդրեասյանը, ով որ արդեն դարձել էր տեղի կառավարիչ, այդպես ասեմ, ինքնապաշտպանական ուժերի ղեկավարն էր։ Ինքան էլ այդպես չի։ Զինվորական ղեկավարը ավելի քաղաքացիական ղեկավարներ, ընդհանուր ղեկավարներ կարելի է ասել ինքը։ Փորձում է էլի համոզի քահանային, բայց քահանան մտածում է թուրքերի հետ լավ ելնենք, հույս կա ու բախտները չի բերում։ Ու արդեն այդ գյուղից, մեկի կողի գյուղերից մի քանի ընտանիք, 8 ընտանիք, ովքեր միջև վերջ կամուկացի մեջ էին, ամսի 10-ի օգոստոսի 10-ին մոտ փորձում են Բարսանա Մուսալեռ ու հանդիպում են թուրքական ոստիկանական ուժերին ու կոտորվում են 52 հոգի, եթե չեմ սխալվում։ Հետաքրքիր է, օգոստոսի 10-ին
նաև հենց այդ օրը 15 թվականի օգոստոսի 10-ին Էնվեր Փաշան ընդունել է Իոգանես Լեպսիոսին եւ մերժել է իր խնդրանքին, որ դադարեցվի այդ մարդացիած գործողությունները, ասելով, որ ոչ մի բան չի խանգարի, որ մենք ոնց որ ուրիշ բառերով, որ չենք թույլ տա ոչ մեկ դրսից մեզ եսիմ ինչ անի եւ ոչ մի բան մեզ չի խանգարի, որ մենք ներքին թշնամուց բրծնենք։ Իոգանես Լեպսիոսը այն գերմանացին է, որը գլխավոր հերոսներից մեկն է Ֆրանց Ֆերֆելի, իրական կերպար, Մուսալերան 40 օրվա, ինքը այն քահանան էր, որը որ Թուրքիայի տարածքում արդեն մի 20 տարի հայրի պաշտպանությունով իրենց օգնություն հասցնելով էր զբաղված։ Ասեմ, մինչև օգոստոսի 10-ը, օգոստոսի 8-ին արդեն առաջի մեծ հարձակումներ լինում հայերի վրա։ Ու թուրքերը շատ ավելի շուտ, չէ՞։ Չէ, օգոստոսի 8-ին 200 կանոնավոր բանակ է աշխատել։ Հա, 200 հոգանոց։ Ու թուրքերը ինչով էին վստահ, որ դիմադրության չեն տեսնի, որովհետև միջև այդ ինչ խուզարկություն եղել էր գյուղերում, զենք չէին հայտնաբերել ընդհանրապես։ Ու շատ փոքր քան ու զենքերի մասին նույնիսկ չեն խոսում։ Անգամ բանը այդ Փորձորդական քարերով, հրացանները Մոսադակ էին բարձրացած եղել։ Տես բարձրացել են ու իրենց սպայը առաջնորդել, ում անունը կարդամ Սարգիս Գապաղյանը, որ մինչև 91 տարեկան հասակում է մահացել, դա արդեն Ֆրանսիայում, եթե չեմ սխալվում։ Ինքը հենց առաջի կրակոցով այդ սպային սպանում է թուրք սպային։ Ու այդ 200 հոգուն այդ օրը լավ ծեծ են տալիս։ Այդ 200 հոգին էդի այդ մի վաշտ կամ քեզ գումարտա կանոնավոր բանակ առանց խուժանի, առանց բաշի բուզուկների, իրանք որոշում են, կարծեմ կայմակամը, արդեն չեմ էլ հիշում, Աստված իր այդ որոշում է, որ ինքը կարա նորմալ առանց բաշի բուզուկներին խառնելու այդ գործը ոնց որ ասած իմի բերի։ Ու ասեմ, որ Մուսալերում որ բարձրացել էին, ոչ բոլոր տեղերում էին հասցրել խրամատավորվային։ Խրամատներ չել փորվել, այնտեղ քարերով բան սկզբից քարերով էին շարել։ Բայց իրանց սկզբնական ժամանակ իրանց մնալու տեղն են սարքել։ Հա, առաջնահերթ ուշադրությունը չէին դարձնում ապաշտպանության վրա։ Շատ քիչ վայրերում ուղղակի այդ 200 հոգու բախտը չի բերել, իրան գնացել են այն միակ տեղը, որտեղ արդեն պատրաստ։ Իրանք չէին սպասում դիմադրություն։ Դրա համար իրանք գնում էին ճանապարհով, իսկ միակ տեղը, որտեղ որ երկու կողմից ոնց որ ասած Խաչաձև կրակի հնարավորություն էր, դա հենց այդ ճանապարհի մոտ էր։ Նման բաներ 90 թվականներին էր նաև լինում, երբ որ գլխավոր ճանապարհը, որտեղից ասենք միշտ թուրքական խուժանը հարձակվել է կամ սովետական օմոններ գալի, այդ ճանապարհի վրա պոստեր էին դնում, բայց մի 7-8 կիլոմետր աջ, մի 5-6 կիլոմետր ձախ ոչ մի պոստեր չկար էլի դիտորդական, ոնց որ ասած մի քիչ թամբալությունն է աշխատում, մի քիչ ինքնավստահությունը։ Ու 4 ժամ է տևեց ճակատամարտը, թուրքերը փախել են այդտեղից էլի։ Հերթական անգամ զենքեր թողելով, զենքեր, վիրավորներ, զոհեր թողելով։ Այդ վախտա անգել իրանց Չէ, թնդանոթներ։ Այդ մյուս բանի վախտ։ Թնդանոթներով արդեն ամսի 10-ին 5000-անոց զորամիավորում է մոտենում Մուսալերանը ու սկսում են արդեն հրետանակոծությունը։ Բանը ամբողջությամբ այդ դիվիզիան որ գալիս է, ինչքան գիտեմ, Էդի մենակ կանոնավոր բանակն է։ 5 թե 7 բիմբաշի է լինում, հազարապետեր հետ այդ բանակով։ 7 սպա է իրանց հետ լինում։ Սպա չէ, բիմբաշի, հազարապետ։ Հազարապետ է։ Ու իրանց հրամանատարը լինում է սլավոնական արմատներով, գերմանական կոմս, արիստոկրատ։ Գերմանացիել է հետները լինում, առանց գերմանացին սլավոնական ծագումով գրաֆ ֆոն Վոլսկին էր։ Ես անունը չեմ Կոմս ֆոն Վոլսկին, որը որ լուրջ զինվորական էր եւ այլն, արիստոկրատ, երևի ամեն մարդու չի որ ձեռ էր մեկնում, եկել էր մարդակերական գործողությունների մասնակցել։ Արդեն ավելի լուրջ են վերաբերվել, մոտենում են Սարի այն կողմից, որտեղ ամենաանպաշտպանն է Սարեղը, Հաճի Հապիպլի, բայց մի կողմից չէ, երկու կողմից են, չէ՞, հիշկամ հիշում։ Չէ, այդ անգամ մի կողմից են մոտենում, որտեղ ընդամենը 16 մարտիկ ա եղել իրաց դիմադրող։ Ու թնդանոթները անդադար աշխատել են, այս 16 հոգին չի հանձնվել։ Այդ բանի վաղ չէր, բանը որ
բանը արդեն դեպի ծով կանայք գնացած են լինում ու երբ որ լսում են բանը Չէ, մի քիչ առաջ ես ընկնում այդ ժամանակ չի։ Հախնողների մասին չի խոսք, այլ Ես հասկացա։ հետ են գալի եւ քարեր են սկսում գլորել։ Չէ, այդ ժամանակ չէ։ Դա մի քանի 10-15 օր հետ է եղել։ Շատ եմ առաջ ընկնում։ Հա, վրազում ես երևի։ Հաղթանակը դզում է։ Այդ օրը ամսի 10-ին սնայպեր իհարկե էլի մեր կողմից Պետրոս Գալուստյան անունով կարում է 5 կրակոցով 4 թնդանոթ Գլխավոր հրամանատարին չասինք ով էր։ Գլխավոր հրամանատար էր նշանակվել, զարմանալի է, շատ երիտասարդ մի տղա, 20 տարեկան Մովսես Տեր-Գալստյան։ Մովսես Տեր-Գալստյանը հայկական բայց ինքը ամեն ինչի պատասխանատուն էր զինվորական գծով։ Հա, ինքը ռազմական սնունդից բռնած զինամթերք հասցնելով, պահակախմբերին շատ փոխելով հետաքրքիր կերպար է, մարդ, որով կարելի է հպարտանալ։ Իր մասին ինձ թվում արժե խոսալ նույնիսկ եթե ժամանակը սպառվի էլի։ Մի խոսքով այդ օրը շատ մեծ հարձակում է լինում ու արդեն կարողանում են հայերին ճնշեն ու անձրևներ էլ անդադար գալի, իսկ ինչը մեր ունեցած զենքերի դեպքում շատ վատ էր, կայս քարերի դեպքում արդեն հայերի զենքերի մեծ մասը չէր կրակում, աշխատում էր հունական մի քանի հատ կրի անունով հրացաններ կային, որը էլի ավտոմատ մեխանիզմ էր բանանում լրվում, տենց ասած չէր աշխատում, իսկ թուրքերը նորմալ մաուզերներով զինված մաուզեր հրացաններով վերջի սերնդի է ժամանակվա հրացաններով էին 769-ներ ինչ էր բայց մերոնք դիմանում են այդ գիշեր դիմանում են ու 2 զոհ ենք ունենում դիմանում են նաև բանի պատճառով, որ թուրքը ավելի հենց առաջի առիթով պարկում ու փոխհրաձգության մեջ էր մտնում, ոչ թե ասենք անընդհատ գրոհում էր։ Այդ օրը սկսած ճակատամարտը 12 ժամ մոտավոր տևում է, բայց բարեբախտաբար ոնց որ մերոնք չեն հանձնվում ու ավարտվում է թուրքերի պարտությամբ մոտ 100 զոհ են ունենում թուրքերը, բայց մեր բնակչության մի մասը ստիպված է լինում արդեն տեղափոխվել ու հիմնականում ժողովուրդը, ով որ չէր մասնակցում ու կին եւ երեխաները տեղափոխվում են արդեն ուրիշ վայր, ուրիշ դաշտ են տեղափոխվում ու դաշտավայր ասեմ լավ բացատ ու դրանից հետո արդեն վարչական խորհուրդն է ձևավորվում, որը Տիգրան Անդրեասյանն է գլխավոր դառնում, զինվորական վերահսկիչը Մովսես Տեր-Գալուստյանը ու օգնականները նշվում իրանց անուններն էլ ասեմ Սերոբ Ճերեպեչյան եւ Տիգրան Գաթաչյան ու արդեն բաժան ունենում են 12 հոգանոց 43 մարտախումբ է ձևավորվում թե 10 հոգանոց 12 հոգանոց արդեն ու բացի դրանից էլ ունեն 3 հարվածային խումբ այսինքն գրող այսքանք պաշտպաններ էին թե մի հատ 40 հոգանոց մարտախումբ էդի առաջի բանում դի սկզբից առաջի հա այդ դրանից հետո երկրորդ լայնածավալ արդեն հարձակումից հետո նաև 3 մեծ մարտախումբ 3 մեծ մարտախումբ են ունենում որտեղ ընդ 115 հեկտար տարածք են պաշտպանել հա պետք է նշել որ մեր հայրենակիցները ովքեր որ այդ հերոսամարտին հենց հերոսամարտ է էլի ուրիշ ձև չի կարելի ասել որին որպես զինվոր են մասնակցել 500-ից 600 հոգի մարդ է եղել ոչ ավել ամրաշինական 3 վաշտ է եղել ես բանի հետ հա դե իրականում թիկունքային աշխատանքը շատ կարևոր է պատերազմի ժամանակ ոչ կարևոր բաներ չկա իրականում իհարկե ամեն ինչն է հավասարազորեն խոհանոցն էլ է կարևոր ու աղջիկներն ու աղջիկները կանայք էլի մասնակից են եղել ոնց որ բոլոր տեղերում շատ աշկի ընկած աղջիկներ կան Շուշանիկ Գապայան, Մանուշակ Մանուկյան, Յաղոբյան, որը նույնիսկ աղջիկերքի ստորաբաժանում է հետո ձևավորվում, ակամայից ինքը իրենց հրամանատարն է դառնում։ Ու ինչ ֆունկցիաներ էին իրանք կատարում, զենքով, դիրք պահել, պատերազմել, դիրք չեն պահում, հիմնականում ոնց էր տղամարդկանց կանակը, որ բավարարում էր պոստային ծառայություն, այդպես ասած, հենակետային ծառայություն տղամարդիկ էին կատարում ու նույնիսկ պահեստազոր կար
այդ 43 մարտախմբից ոչ բոլորն էին բանանում։ Հերթափոխով փոխում էին իրար։ Մանուկները ու ծերերը արդեն զբաղվում էին սնունդը բաշխելով, զինամթերք հասցնելով, բամբերությամբ էին զբաղվում, կապավորների դասակ կար, ովքեր ամեն դիրքից 10 րոպե հեռավորության վրա ինչ որ ինֆորմացիա պետք է լինում հասցնում այն ժամանակ 10 րոպեն էլ արագ էր համարվում։ Պետք է նշել նաև, որ չնայած ընդ զինվորական չկար, երևի միակ զինվորական եղել է մոտավոր այդ ամբողջ ժողովրդից 8 հոգի, ովքեր ծառայություն են անցել, սպա չէ։ Ուղղակի բանակում ծառայություն են անցել թուրքական ու ազդանշաններն են գոնե իմացել ինչ որ նշանը ինչա նշանակում, աշթևանցում, հարձակում, նահանջ, հասկացել են։ Ֆրանց Վերֆելի մոտ Բագրատյանն էր, չէ, ասենք գլխավոր հրամանատարը, Գաբրիել կարծեմ, Գաբրիել Բագրատյանը, ինքը որպես սպայ է ներկայացվում, որը Բալկանյան պատերազմին մասնակից էր, բազմաթիվ շքանշաններ ուներ, ստեղ սպա չկար, սպայ է ներկայացվում Մովսես Գալստյանը, ինքը 20 տարեկան էր, ինքը չէր կարող սպա լիներ։ Ինքը ինքնապաշտպանության, ոնց որ ասած, մարտական խմբի մարտիկ է եղել, որը որ Ակի շատ ակտիվ երիտասարդ է եղել, ռազմական գործին ծանոթ մարտախմբերից ու ոնց որ թե բանա Զեյթունի մարտախմբերում վարժանքներ անցած, ոնց որ թե։ Ու ոնց որ ավելի հստակ տեղեկություններ չկա։ Ոնց որ Վանում նաև պատրոնել էին սարքում, բարութ էին լցնում, զենք զինամթերքը զենքի վերանորոգման կետ ունեին, անունները կարդամ, զինամթերքի մատակարար Ներսես Գազանչյանն է նշանակվի, զինագործներ Միքայել Գազանչյան երևի բարեկամ է եղել ու Հովանես Եղյանը։ Այդտեղ մարտիրաներ չկային, որ ռումբեր կրակեին ֆիտիլով, ոնց որ Վանում, որ ասենք, բայց այնտեղ որ կար մի ուրիշ առավելություն, ի տարբերություն Վանին, իրենց հակագրոհներով եւ թուրքերի աշխոժ գրողները կանգնացնելով եւ հակագրողներով բազմաթիվ թուրքական զենք եւ զինամթերք հանգել մերոնց ձեռը։ Ինչը գրեթե ասենք Վանում չկար, բացի այն դեպքից, երբ որ ռազմական այդ կանցելերը ինչ էր գրավել, որտեղ պամպուշտ էին մենակ ձեռք բերել։ Իրանք պահակակետ էին գրավում, վեկալում էին կամ զինամթերքի պահեստ։ Շատ մեծ զորքի դեմ էին կռվում ու մեծ զոհեր էին տալի թուրքերը։ Վիրավորներ էին շատ տալի նույնիսկ։ Ու այդ զենքերը թողում էին։ Այդ առավելությունը համեմատ Վանի ինքնապաշտպանությանը Մոսադա-Լեռան պաշտպանները ունեին։ Ու ասեմ, որ իրանք հասկացել են, որ իրանք միակ փրկությունը երկու ճանապարհ ունեն, կամ հերոսաբար կռվելով մահ, կամ պետքա մի ձև ազդանշան տան ծովից դաշնակիցները գան, դա ֆրանսիացիները, անգլիացին, թուրքի դեմով կռվում էր առաջին համաշխարհային ու խաչով, մեկը խաչով, մյուսում էլ որ քրիստոնյաները վտանգի մեջ են ու հերթապահ մարդիկ ունեին, ովքեր ակույկներով, եթե նավ լիներ, պետք է հասնեն։ Խարույկ վառեին եւ տարբեր տեղեր փորձել էին սուրհանդակներ ուղարկեին ցամաքով, չէր ստացվել, այդ ժամանակ에 միջերկրական ծովը շատ էր ալեկոծվում, նույնիսկ մակույկներով չէին կարողանում տեղաշարժվել։ Եղանակն էր մեր դեմ, էլի այդպես ասած։ Բայց ամեն դեպքում հերթապահություն կրում էին։ Ես զինագործներին իզուր չասեցի, որտեվ մեզ լսողները պիտի հասկանան, որ Վանի զինագործները զենք էին սարքում, իստեղի զինագործները ավելի շուտ զենքը վերանորոգում էին, իրանք չէին սարքում, որտեվ իրանք սարքելու անհրաժեշտությունը չունեին։ Այդ տարբերությունը բավականին կարևոր է։ Ու ասեմ, որ սնունդի պակասն էլ լրացնում էին մոտակա գյուղերի վրա, մեր գյուղերի հարձակումներ էին կատարում, արշավներ էին կատարում, ու թուրքը, քանի որ հիմնական գործով էր զբաղված, թալանով էր զբաղված, շատ հաճախ չէր էլ նկատվում այդ արշավները։ Հա, բայց շատ է եղել, օրինակ Պիթիաս հետախուզություն են գնում, ուտենում են թուրքերը, մերոնք հետախուզություն են գնում ու տեսնում են, որ թուրքերը թալանով են զբաղվում, մի քանի հոգի սպանում են, նույնիսկ թուրք գերի են բերում, որ արդեն ընդհանուր իրավիճակի պատմում է, որ անընդհատ համալրում է ստանում թուրքական զորքը։ Իսկ թալանչիները զինվորականներ էին, թե մոտակա գյուղերից թուրքեր։ Երկուսից էլ կային։ Որտեվ ում բռնել էին, ինքը զինվորական էր, ինֆորմացիան տենց էր տալիս։ Ու արդեն էդի օգոստոսի 13-ին է եղել, 15-ին 6 ուղղությամբ հարձակում է սկսում,
5000 կանոնավոր բանակով ու այդ հրոսակները 4000 հոգի, այսինքն 9000 հոգով հարձակվում են ու հաջողություն են ունենում իրականում թուրքերը, դե չեն կարող այդ քանակով ճանեին։ Տակտիկական հնարամիտ Այդ ժամանակ արդեն թնդանոթները ունեին մերոնք։ Ես հասկանում եմ, որ Մոսալերան 40 օրվա մեջ թնդանոթների մեծ ուշադրություն է դարձնում, ստեղ այդքան չի նշվում։ Գիտես ինչի, որտեվ սնարյադներ հետը այդքան չկար։ Այդ թնդանոթը կրակել է մեր դիրքերին։ Մի քանի հատով, ասենք ամեն թնդանոթը մի քանի հատ սնարյադ է եղել հետը, ոչ ավել, էլի ասենք։ Նույնիսկ այդ հրետանակացությունը հեռու է եղել իրականում, ամենտեղ չի որ ստացվել վեկալել թնդանոթը, ու ասած զինամթերքն էլ այդ 2-3 հատ կրակոցով եթե վերցրել են երևի դերը խաղացել։ Դերը այդքան էլ չի խաղացել, չէ։ Այս երբ որ հարձակվում են ամսի 15-ին, օգոստոսի 15-ին, լավ առաջ են կարում անցնեն, մարտական դիրքեր են քանի հատ վերցնում ու հելնում են թաթար ալանկի դաշտ, որը ու փորձում են մի աղբյուր էր սնում ընդհանուր Մուսալերը, անունը կարդամ Սավուլագի աղբյուր էր կոչվում։ Այդ օրը մենք 11 զո ու 2 վիրավոր ենք տալիս։ Ու թուրքերն էլ շատ ոգևորված ու ասեմ այդ գիտակցելով որ դա միակ աղբյուրն է։ Միակ աղբյուրն է, չէ, չեն կարող վերցնեն աղբյուրը։ Բայց դաշտ կարում են դուրս գան, որտեղ բայց իրանք այդ ցանկությունն ունեն այդ աղբյուրից զրկեին հայերին։ Որտեղից արդեն կես կիլոմետր է մոտ հեռու լինում մեր հիմնական կենտրոնականից, որտեղ պահեստազորներ մեր գտնվում ու մնացած ժողովուրդը, ու բացի դաշտ, որ կարում են արդեն դուրս գան ու կես կիլոմետր հեռավորության վրա գտնվել մեր հիմնական ուժերից ու պահեստներից, բացի դրանից երկու եղբայր, ինչպես միշտ դավաճաններ հայտնվում են, ովքեր այլընտրանքային ճանապարհ են փորձում փրկվելու Քեոպսայի գյուղից, երկու եղբայր թաքուն արահետներով սար մի գումարտակ մարդ են բարձրացնում։ Արդեն թուրքերը շատ վստահ են, նույնիսկ մեր ժողովրդին Տեր Աբրահամ Քահանա Գալստյանը դուրս է բերում այդ դաշտավայրից, տանում է դեպի ծով, որպեսզի տեղում ծովը թռնեն ու խեղդվեն, ինքնասպանություն գործեն։ Մասսայական Բայց դե մարտախմբերի ճանապարհին չեն թողում, որ իրենք դուրս գան ու շնորհիվ հանձնվող դիրքերի անուններ նշեմ, էլի Վանես Գոչանյան, Հակոբ Խեչոյան, Սարգիս Շանադյան, Եսայ Յաղոբյան, իրանց ու մնացած հերոսների շնորհիվ չեն հանձնվում, դիրքերը չեն տալի, չնայած այդ տասնապետների անունները կարդացիր, ովքեր որ դիրքերի ավակներ են։ Ու նույնիսկ դասալիկներ ունենք, Մանուկ Գլճյանն էլ կարում է դասալիկներից տիպի հետ գան ու կռվեն միջև վերջ, դրա շնորհիվ կարողանում են թուրքերին կանգնացնեն։ Այդ դրա վախտը, հայ կանայք որ գալիս սկսում են կարգլորել։ Ու ժողովուրդն էլ որ հետ է գալիս, մի հատ խելացի բան է մտածում։ Թուրքը արդեն գիշերակաց է անում, որ առավոտ հելնի բոլորի հարցերը լուծի։ Լագերին խփեն։ Ու նենց է ստացվում, որ մերոնք կարում են թուրքերի թիկունք հանձնեն, այսինքն վերցնում են ակցանի մեջ։ Ու հետո կանայք ու երեխաներն էլ կանայք են որ գալիս, Մանուշակ Մանուկյան Յաղոբյանը, ինչպես նշեցի, իրանց հրամանատար է դառնում ու լավ ջարդ են տալիս, թուրքերին հետ են շպրտում։ Դաշտավայրից հետ են շպրտում թվով մեծ 9000 հոգի մոտավոր ասեցի երկու կողմից հարվածի շնորհիվ երկու կողմից հարվածի շնորհիվ ու պանիկա են գցում պանիկա դե չէին սպասում որ ջարդված գյուղացիները գայլի ժամին են բան անում այդ գայլի ժամ որ ասում են այդ լուսաբացից մի կես ժամի էլի ասենք դա գայլի ժամը կիսաքնած պատկերացնեն իրանք սպասում են հեսա առավոտ գնալու ենք սաղին փրթենք մեկ է հոպ բարձում է որ չէ իրանք են աբեդը դարձել ու շատ մեծ զոհերով այդ օրը 10000 փամփուշտ է մեզ մնում վիրավորներին թողե փախել են ուղակի իրանք 10000 փամփուշտ 700 հրացան խոսքով լավ 600 հոգի իշքան հիշում եմ թուրքը կորուստա կրում հա մինչև 600 հոգի շատ է զոհ տվել իսկ մեր կողմից Համարյա զոհ չենք ունեցել, եթե այդ հարաբերակցությամբ նայենք, միայն գիշերը, մինչև գիշեր 11 զոհ ու 2 վիրավոր ենք տվել ու այդ օրասական պահին նաև նշեմ, որ վիրավորները իրանց չէին թողում, ըստ ականատեսների չէին թողում, որ իրանց օգնեին։ Ասում էին դուք կռվեք, մեր վրա ժամանակ մի ծախսեք։ Ու կարող է 11 զոհը, եթե ժամանակ լիներ, առաջի բուժօգնություն ստանային, փրկվեին։ Մի խոսքով արդեն այդ
ամբողջովին մաքրել էին թուրքերից այդ դաշտը ու ազատ իջնում էին հայկական Շվեդիայի դաշտավայր են իջնում հայկական բերքից քաղում էին կամ իջնում էին թուրքերի գյուղերից էին բան վերցնում, սնունդ վերցնում, ազատել են զորքին Զորքը հեռացել էր ու միտեղ կոնկրետ լագեր էին խփել ու սկսել էին սպասում էին արդեն Ջեմալ Փաշային էին սպասում, ով որ գալիս էր 15000 զորքով ու արդեն սեպտեմբերի 9-ին առաջին ֆրանսիական նավն են տեսնում միջև այդ մի անգամ Գիշան, չէ՞, թե Գիշեն միջև այդ եղել էր դեպք որ նավ հայտնվել էր բայց մշուշ երեղը չէր տեսել իսկ Գիշենը արդեն տեսնում բացառվում ինչ որ բան տեսել էր դրա համար է երկրորդը հայտնվել չնայած տեղանքը այնպեսին էր որ ափ իջնելու հարմար տեղ էր կարող է եւ տեղ էին ման գալիս ֆրանսիացիները, անգլիացիները, որպեսզի զորք իջացնեն նոր ճակատ բացեն։ Շատ օպերատիվ գործեց, գիշենից հետո եկավ բանը Գիշենին հասնում են, գիշենին ֆրանսերեն իմացող է լինում հայերի մեջ ու կարողանում է իրավիճակը ներկայացնել ու միանգամից հրամանատարը իրենց ադմիրալին է, ծովակալին է փոխանցում ինֆորմացիան ու արդեն ամսի 8-ին 3 օր հետո նույն գիշենը գալիս է պլյուս հետը լինում է հայ սպա ով որ Մարսելում էր ծնվել Շարլ Լիրան Թեքեյան անունով Մարսելում էր ծնվել ու այդ ինքը նավաստի չէր ուղղակի բերել էին իրան անալիա բերել էին որ թարգմանի կոորդինատոր լինի ու ծովակալն էլ է գալի հայրը խնդրում են որպեսզի իրենց ազատեն կանանց եւ երեխաների հոգսից որ իրանք հանգիստ կռվեն ու պահանջը մեկ է լինում է հրացաններ ու ռազմամթերք ծնունդ էլ չեն ուզում ու ինչա տեղի ունենում իրանք ով որ եկել էր բանակցելու հետ են վերադառնում արդեն դեղերով վառոդով արճիճով սկսում են կանանց տանել չէ հələ դրա մասին խոսք չի լինում թույլտվություն են ստանում Ֆրանսիայի գույները օգտագործեն ոչ բոլորը երբ խնդրում են նույնիսկ որ մտնեն Ֆրանսիայի դրոշի տակ կռվեն դե ադմիրալը ծովակալը չէր կարա իրան ինքը այդ իրավասությունը չուներ որպեսի թույլ տար ասում է գոնե մի գույնը հանեք շարունակեք հայ ձեր դրոշով կռվեք միջև այդ թուրքերը սկսել էին իրենց հավաքելը նոր զորախումբ հավաքելը խառնում են արաբներին Սիրիայի արաբներին որոնք գալիս են ջիհադ անեն մուսուլմանական բայց էլի ջարդվում են լավ ծեծ են ուտում սեպտեմբերի 9-ին Դե արաբները այդքան ջիգարով չէին մասնակցում այդ ամեն ինչին, ասենք տարբերություն քրդերին, որովհետև բան Խիջազի կրոնապետը Խաշիմի տոհմից հետո թագավորական բան անունը չեմ հիշում, կարծեմ Խուսեին, ինքը ֆետվա էր բաց թողել, որ հայերը գյավոր չեն, հայերը վերջը անհավատ չեն եւ չի խրախուսվում իրենց սպանելը ու դա մեծ դեր է խաղում արաբների բավականին ոչ թե նեյտրալ, այլ սրտացավ հայերին մոտենալ, էլի ասենք այս ջարդերի հետ կապված։ Բանը, բայց Հալեբից դիվիզիան արդեն գալիս հասնում էր, չէ՞ ոնց որ։ Հալեբից մոտ էր, բայց նշեմ մոռացանք ասենք, որ այդ ֆրանսիական ռազմանավերը լավ դաս են տվել հրետանակոց, թնդանոթներով իրենց զինապահեստին էլ գազարմեկին էլ խփել թե բանը Գիշենը թե Ժանադարկը բանը բրանիզոնսնի կրեյսերներ էին սովետի ժողովուրդը քեյշի բրանինոսից պատյոմքին այդ սերիայից էր էլի то есть լիքը թնդանոցներ ու ինինել երբ որ արդեն արաբների հետ են գալիս մեծ դերակատարում ունեցել են այդ ռազմանավերը որտեվ թնդանոթեով շատ օգնել են որպեսզի մերոնք միջև վերջ որպեսզի մի քիչ ավելի լավ հասկանաք ինչ բանա նավը այդ առումով ուրեմն երբ որ Գալիպոլի անգլիական, նոր զելանդական եւ ավստրալիական զորքերը իջնում են եւ փորձում են գնան դեպի Կոնստանտինոպոլիս ուրեմն դե երևի գիտեք այնտեղ իրենց կայնացնում են ու թուրքական զորքերը չէին կարում ոչնչացնեն այդ թերակղզու վրա գտնված անգլիական, ну կարելի ասել անգլիական կայսրության զորքերը որովհետև բանը նավերի հրետանին sense մերյալ գոտի էր իրանց մեջտեղը խփում ոնց որ բան էլի
զաբոր էր քաշում դրա համար։ То есть նավի թնդանոթների կալիբրները այնքան մեծ ու սարսափելի էին, որ էլ ասելու չի, էլի 250 մմ, 400 մմ, այդ շատ լուրջ կալիբրներ այլ են։ Այս ամսի այդ 9-ից հետո, երբ որ արդեն Ջեմալ Փաշան Ես գիտեի հենց գալիս են սկսում են էվակուացիա Չէ, մի քանի օր հետո, ամսի 9-ից հետո 12-ին արդեն Ջեմալը մոտեցած է լինում։ Իսկ մի անգամից դե կա ինչ որ բան պատճառ։ Նավեր չունեն այդքան նավ։ Հա, բայց թողել են կանանց եւ երեխաներին արդեն կարային հերթապահություն կրող երկու նավ թողել էին տեղանքում։ Մինչև թույլտվությունը ստանային վերևից, իմանային այդ գաղթականներին ուր են տանելու, ու արդեն սեպտեմբերի 12-ին սկսում են մարդկանց նավերը բարձրացնել, բայց ամսի 8-ից սկսում է արդեն ոչ թե Մուսադագի կամ Մուսալերան բանը հերոսամարտը, այլ հերոսամարտը վերածվում է համատեղ հայ-ֆրանսիական ռազմական գործողությունների։ Ամսի 8-ի գիշերն հենց գալիս է ռազմանավը համատեղ գործող, որտեղ արդեն ուղղակի մարտեր են եթում, էլի, հերոսամարտը դրանից առաջ է։ Հա, ուղղակի մարտեր էր, ու նավերն են բարձրանում 12-ին, ուղևորվում են դեպի Եգիպտոս, Պորտ Սաիդ, արդեն ամսի 3 օր անց, եթե չեմ Հարկ է նշել նաև այն, որ 18 թվականին, երբ որ Թուրքիան Մուդրոսի պայմանագրով բանը զինադադար ակնքում, ինքը այս տարածքները զիջում է ուրեմն Ֆրանսիային եւ 18 թվականին Մուսալերան բնակիչների մի զգալի մաս վերադառնում։ Կարելի ասել գրեթե բոլորը։ Բայց միջև էդ էլ արդեն 16 թվականին Արևելյան լեգիոնը սարքվում ֆրանսիական։ Այնտեղ ուրիշ մի հատ պահ կա։ Ուրեմն Սայքս-Պիկոյի պայմանագրով, երբ որ Թուրքիան պիտի մասնատեին, Դա Սայքսը անգլիացի, Պիկոն ֆրանսիացի դիվանագետներ էին, ուրեմն այդ պայմանագրով, ուրեմն ընդհանուր չասեմ, ինչ գործողություններ եւ փայեր կար Թուրքիայից, այնտեղ կոնկրետ այդ պայմանագրով խոսացված էր, որ հայերին Եվրոպայի ճակատներում չեն օգտագործելու, հայկական լեգիոն է ստեղծվելու, կամ լեգիոնի մասին այդպես թեթև կարող է բան կար, կամ ակնարկ չկար, բայց հայը պիտի պատերազմի ասիական Թուրքիայում, որպեսզի իր դարավոր թշնամու դեմ պայքարելուց ազատագրի իր հայրենիքը։ Հայկական լեգիոնում 600 հոգի մուսալերցի կար մենակ։ Իրանց հիման վրա ստեղծվեց։ Իրանց հիման վրա ստեղծվել։ Ու Մովսես Տեր Գալստյանը ինքը միակն էր հայկական լեգիոնում, ով ստացավ գեներալ ադյուտանտի կոչում։ ու գեներալ ադյուտանտը դա ոնց որ բան էլի կրսեր գեներալ սենց հա իդեպ այդ լեգիոնը հարկ նշել էլի всё-таки կարծում եմ ճիշտ է ուրեմն լեգիոնը հայկական ազատագրումը Երուսաղեմը 18 թվականին թե 17-ի վերջ թե 18-ին այդ Անտիոքն է ազատագրում Ուրեմն որը միջև այդ արաբները գրավել էին թուրքերից, թուրքերը հետ էին վերցրել, հետո հայերը գալիս Անտիոքը ազատում են։ Իսկ չէ, դե լավ, Անտիոքը հասկացա, արդեն առաջվա Անտիոքը չէր քրիստոնեության կենտրոններից մեկը, բայց Երուսաղեմ էր։ Եվ Երուսաղեմը հայկական լեգիոնն է, ասենք, ազատագրում թուրքերից, հայկական, դա իգիտություն հրեաներին, էլի շատերը չեն հիշում ում են իրենք պարտական, որ ասենք այդ տարածքը Թուրքիայի մաս չի ու հիմա իրանք անկախ Իսրայելում են ապրում։ Ուրեմն հերոսաբար կռվել են մուսալերցիկ ու ընդհանուր հայկական լեգիոնը պայմանավորվածությունը ուրեմն ձեռք բերվում, որ Կիլիկիայում ստեղծվում է հայկական Կիլիկիա, Հայաստան մի փոքրիկ բնականը Ֆրանսիայի ոչ միայն Ֆրանսիայի եւ Անգլիայի շնորհիվ, դա չի ստացվում, ասում են չեղավ ապեր, այդքան փող չունես, այդքան ուժեղ չես, ու դրանից հետո Ֆրանսիայի իշխանության տակ անգնում է տարածքները, հետո 20 թվականին թողնում գնում են Ալեքսանդրետի սանջակը իրանք բանա արիշների շատ ծախում են թուրքերի վրա, հենց իմենա Մուսալերի հատվածը Կիլիկյան 20-ական թվականների սկզբին ընդ այդտենց խուրդվեց։ Ես իմիջիայլոց լավ եմ վերաբերում ֆրանսիացիներին, բայց
ինքը շատ խոսուն է, էլի, շատ անման այն իրավիճակին, որ ռուսները ծախեցին, ու լավ չծախեցին, իրանց ներկայությամբ, ասենք, ծախվեց, սենց։ Ֆարսիկը ծախեց, հռոմեացին ծախեց։ Մի խոսքով հույսները ծախում են ու ծախելու հնարավորություն են ունենում ընդրանց, ով որ ծախվելու բան ունի, թույլտվություն է տալի մենձամենձերին։ Բանը Մովսես մասին բանը զարմանալի է, բանը Մովսեսի սարը պաշտպանում էր հրամանատար Մովսես Տեր Գալստյանը, քահանայի ընտանիքից Տեր Գալստյանը, բայց Ֆրանց Վերֆելը չգիտես խի չուզեցավ իր անունը թողեր, այն դեպքում որ շատ հերոսների անուններ թողեց, շատ անուններ հենց իրենց անուններով էր, էլի, փոխեց։ Ինչ կարելի է բանը, ոնց որ ասած ուսուցանելի լինի, էլի մեր համար, ինչը կարա ուսուցանելի լինի։ Այս հաղորդումներից կոնկրետ այս Մուսալերը հասկանալի է, բայց չէ, կռվում ես լավ է։ Չես էթում, ասենք, դերձոր ճանապարհին, ասենք 90%-ը չի ոչնչանում։ Այդ հասկանալի է, լավ է, որ չես գնում, որ մնում կռվում ես ու ինչ-որ շանս ես ստանում։ Կարելի է կապել տեղային պաշտպանության ուժերի հետ, իրանց կոնկրետ։ Մեր մոտ էլ է ստեղծվել տես կառույց, աշխարհազոր կամ աշխարհազորի հետ։ Դե ոնց որ ցանկացած պաշտպանության, ասենք, այդ դիմադրության օջախ, իրանք լավ են իմացել դրա համար են կարծել։ Իրենք հիմնականում հաջողությունները ունենում են տեղանքի լավի նմանալու հաշվին, ինժեներական աշխատանքներ լավ կատարելու, բացի դիրքեր փորելուց, իրանք իրենց ու թուրքերի արանքը գտնվող ծառերը հատում էին, այո, որպեսզի տեսադաշտը մեծ լիներ։ Այդ հատած ծառերով էլ հենց դիրքերը սարքում էին։ Տեղանքից ամբողջովին օգտվում էին։ Պաստորեն Մուսալերան շուրջ հայկական բնակավայրերի այն բնակիչները, ովքեր որ կյանքի ճանապարհը ընտրեցին, իրանք հասան հաջողության նաև դաշնակցի օգնությամբ, ինչի համար մենք շատ շնորհակալ ենք։ Բայց դաշնակիցը հիշացնեմ էլի, իմ կարծիքն է դա իհարկե, բայց օգնում են միշտ ուժեղին։ Ուժեղին, իհարկե։ Ոչ մեկ թույլիկողը չի գալիս կամ։ Մանավանդ ասենք ոնց քանի 100 թուրք են սպանել, չենք էլ ուզում գանք, մեզ զենք զինամթերք տվեք։ Իրանք չէին հանձնել, իրանք ստիպել են նույնիսկ հանել են այդտեղից։ Ստիպողաբար։ Ու մոռացա նշեմ, որ իրանք ինչ անասունու չեն թողել, մենակ մարդկանց են հանել, այսինքն իրանք դատարկ դուրս են եկել։ Ու մյուս խնդրանքը եղել է, որ ինչ ունենք անասունների միտեղ են հավաքել, խնդրել են, որ անասուններին ոչնչացնեն, որպեսզի թուրքերին ոչ մի բան չհասնի։ Լավ, մի բան էլ ասեմ, երևի դրանով պակվենք։ Հա, դե 24-ին երևի դուրս գա հաղորդումը դիմադրության օջախների հերոսների եւ անմեղ մարտիրոսացած սրբադասված անմեղ զոհերի ասենք օրնա դուրս գալու, հիշեք մի բան, եթե չեք ուզում մարտիրոս լինեք, պիտի պատրաստվեք ոչ միայն մարզվելով, կրակելով, այլ նաև զենք ձեռք բերելով, նաև ինչ-որ կազմակերպչական անհրաժեշտ գործողություններ անելով, պատրաստելով լանդշաֆտը եւ բնությունը հարմարացնելով ապագա արհավիրքների դեմ առնելու քո ցանկությանը, կարճ ասած, աշխատել է պետք, հայր ջան, աշխատել է պետք, եւ եթե աշխատում ես, Մուսալերան պաշտպանների նման 72 թվին գալիս ես Հայաստան եւ Էշմիածինի, ասենք, ճանապարհի վրա Մուսալեր գյուղում ես ապրում, առեսօր հայտնի ակադեմիկոս, կարծեմ Այվազյանի մուսկատ խաղողն ես աճեցնում։ Այսքանով վերջ։ Այսքանով ավարտենք, ուղղակի հիշացնեմ, որ գրանցվեք Դետքի Patreon-ին, բայց վերջ ենք ասել, արդեն չենք գնայել։ Գրանցվեք Դետքի Patreon, կարանք էսի սկիզբ դնենք։ Մասնակցեք ֆիզիկապես, ֆինանսապես մեր գործին, ոմայի գործին, ձեր գործին, հայր ջան, ձեր պաշտպանության, ձեր անվտանգության, ձեր կենսունակությունը բարձրացման գործին։ Շնորհակալություն, հաջողություն ձեզ, ուժեղ եղեք։